Հայկական հեռուստաեթերի առաջին եւ միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով մեկ ճշգրիտ եւ հավաստի բարձաբանումներ, իհարկե ամենից ամենանը ողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը եւ այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես, Լիանա Տերմինասյանը։ Դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաթեժ գծերում հայտնված աստղեր։ Պատերազմ, սարսափելի բառ է, հատկապես այն ազգերի, այն պետությունների համար, որոնք պարբերաբար հայտնվում են պատերազմական գործողությունների կիզակետում։ Եվ այդ իմաստով մեր հայազգին բաժին հասավ այդ դաժան ճակատագիրը։ Բավական է նշել, որ վերջին 35 տարվա ընթացքում մենք մի քանի անգամ անցանք այդ արհավիրքի միջով։ Բնականաբար նման իրավիճակում հայտնվելիս յուրաքանչյուրի պարտքն է դառնում իր որոշակի մասնակցությունն ունենալ եւ լինել զինվորի կողքին եւ սատարել նրան։ Եվ այդ իմաստով արվեստի գործիչները բացառություն չեն ու իրենց մասնակցությունն են ունենում կամ թեժ գծերում անմիջապես այդ մարտական գործողություններին մասնակցելով կամ հոգեպես ու բարոյապես սատարելով զինվորներին, հայտնվելով նրանց կողքին։ Կարծում եմ սա մի թեմա է, որին պարբերաբար պետք է վերադառնալ ու միշտ հիշել մեր այն հերոսներին, մեր այն արվեստի գործիչներին, որոնք իրենց կյանքը վտանգելով սատարել ու հոգեպես ու բարոյապես գտնվել են զինվորների կողքին թեժ գծերում։ Մի խոսքով հետարքիր բացահայտումներով ու անկեղծ խոստովանություններով լի եթեր է սպասում մեզ, մնացեք մեզ հետ։ Ժամկետային ծառայությունն անցել է խորհրդային բանակում եւ երբ 80-ականներին խորհրդային միությունը մասնակից դարձավ Աֆղանստանի պատերազմական գործողություններին, շատ ծառայած արտիստներ հայտնվեցին Աֆղանստանի թեժ կետերում, որպեսզի հոգեպես սատարեն զինվորներին։ Վարդան Ամիրյան։ Երբ որ առաջարկ եղավ, որ պետք է գնանք Աֆղանստանի Հանրապետություն, այդ տարիներին այնտեղ շատ թեժ պատերազմ էր գնում։ Մեզ էլ տանում էին այնտեղ, որպեսզի զինվորներին ուրախացնենք եւ դրա հետ միասին բարձրացնենք նրանց մարտական ոգին։ Եղանք ամենաթեժ քաղաքներում՝ Քաբուլ, Բագրամ, Ջալալաբադ, Կունդուզ։ Московское время 22 часа. Начинаем концерт по вашим заявкам. Ну что, мужчины, постреляем? Դե մենք էլ անպայման լինում էինք բոլոր այդ քաղաքների զորամասերում, հանդիպում էինք այնտեղ շատ մեր հայ երիտասարդների, ովքեր որ մասնակցում էին այդ պատերազմին։ Ай, зараза. Вы сколько тут сидите-то, а? 1,5 года сидим։ Վարդան Ամիրյանն անկեղծ խոստովանում է, որ հյուրախաղերն անցնում էին ամենաթեժ գծերում եւ որպես ծառայած արտիստ ինքը եւս ստացել էր զենք, որպեսզի հարկ եղած դեպքում պատասխան կրակի հակառակորդի վրա։ Երբ որ տարան, մենք առաջինը գտնվեցինք Տաշկենտում, Ուզբեկիստանում, որտեղից որ թռանք արդեն Քաբուլ։ Տաշկենտում մեզ հանդիպեցին սովետական միության զինվորական սպաներ, ովքեր որ մեզ հետ կոնսուլտացիա, այսպես ասած, անցկացրեցին, թե մեզ ինչ է սպասվում այնտեղ, ինչպես պետք է մեզ պահենք։ Главное, что вы должны помнить, когда пересечете границу, это то, что вы находитесь в исламском государстве. Մինչև անգամ մեզ ասացին, որ այն մարդիկ, ովքեր որ ծառայել են թեժ պահերին, եթե պետք լինի, անպայման պետք է զենք վերցնես ձեռքդ եւ մասնակցես։ Քաղաքից քաղաք տեղափոխում էինք BTR-ներով, մեկ ուղղաթիռ գնում էր վերևից եւ այդպես մեզ տեղափոխում էին։ Եղել է ճանապարհին, որ դուշմանները հարձակվել են, կրակել են եւ տղաները պատերազմի են դուրս եկել մեր հետ զինվորները, ովքեր որ մեզ ուղեկցում էին։ Ամենավատ դրվագներից մեկը նա էր, որ մեզ ինքնաթիռով տեղափոխում էին քաղաքից քաղաք, օդանավակայանից երբ որ ինքնաթիռը բարձրացավ վերև, ինքնաթիռը իրանից արձակում էր ծեպլո ռակետներ, որովհետեւ ներքևից կրակող հրթիռները գնային այդ ուղղությամբ, այլ ոչ թե ինքնաթիռի վրա։ Մենք ինքնաթիռի պատուհանից տեսնում ենք, թե մեր ներքևում այդ հրթիռները ինչպես են տրակում։ Եվ այդպես մինչև հավաքում էր իր բարձրությունը ինքնաթիռը, եւ դրանից հետո արդեն հանգիստ էինք լինում, մինչև գնում էինք այդ քաղաք։ ولقد ذكرتك والرماح نواهل مني وبيض الهند تقطر من دمي ولقد ذكرتك والرماح
Մեզ ինքնաթիռ նստեցնելուց հագցնում էին պարաշուտներ բոլոր դերասաններին եւ քանի որ ես բանակում ծառայել եմ եւ ծանոթ եի այդ ամեն ինչին, օգնում էի նաեւ մեր դերասաններին հագցնել պարաշուտը սովորեցնել։ Այնտեղ արդեն Քաբուլում ինձ մոտեցավ մի սպա եւ խնդրեց, որ մեկ ուրիշ խմբի հետ, դա Ստասլամինի խումբն էր, պետք է գնային Ջալալաբադ, որտեղ պետք է տեղի ունենար համերգը։ Այդ համերգների ժամանակ ինձ խնդրեց, որ նույնպես ելույթ ունենամ հնակներով։ Ես համաձայնվեցի եւ ճանապարհին սարերից սկսեցին մեզ վրա շատ ինտենսիվ այսպես գրակ արձակել բոլոր կողմերից։ Լավ է իհարկե ուղղաթիռները ժամանակին հասան եւ այդ ամեն ինչը կանխեցին, մինչեւ անգամ BTR-ի մեջ կար այդ զենքը, հրամայեցին, որ ես զենքը անպայման կրակեմ, ասաց կապ չունի ուր ես կրակելու, ոնց ես կրակելու, կրակի, միայն կրակի։ Եվ ես միացա զինվորներին եւ սկսեցի նույնպես այդ զենքը օգտագործել։ Երբ որ գնում էինք այդ զորամասը ներկայացման, մենք առավոտը գտնվում էինք այնտեղ եւ կարող է գային ասեին, որ կես ժամից ելույթ պետք է ունենանք եւ պետք է ավարտեք 5 ժամ։ Երևի արդեն ստուգում էին, տեսնում էին, որ հակառակորդ չկա տարածքում եւ կարելի է հավաքվել միտեղ։ Շատ լավ էին ասնում ներկայացումները, զինվորները իհարկե շատ ուրախանում էին, բայց ես չեմ մոռանա այն աչքերի արտահայտությունները զինվորների աչքերի մեջ վախը միշտ կար բոլորի մոտ, որ շատ հնարավոր է որ մի քանի րոպեից չլինեն արդեն, որովհետեւ անտանելի տեղ էր։ Այն շատ հայ տղաներ, ովքեր որ տարբեր տեղերում ծառայում էին, հզոր տղաներ էին, լավ տղաներ էին, այն տղաներ, ովքեր որ չվերադարձան պատերազմին։ Այդ ամենին Վարդան Ամիրյանը հավելեց. Երբ որ մենք վերադարձանք տարան Մոսկվա եւ Մոսկվայում պարգևեցին արիության համար շքանշանով, իր անձնագրով եւ իհարկե գովասանագիրը այդ ժամանակվա ղեկավարությունը։ Հայտնի փաստ է, որ 80-ականներին խորհրդային բանակում ժամկետային ծառայություն անցնող որոշակի արտիստներին ուղարկում էին Աֆղանստանի պատերազմ։ Եվ նման դերասաններից մեկը Եվգենի Սիդիխինն էր, որը հետագայում մարմնավորեց բազմաթիվ զին ծառայողների դերեր։ Եվ ամենաուշագրավ դերերից դարձան մայոր Կուդասովի դերը ավազակային Պետերբուրգում եւ մայոր Բեզրուկովի դերը հատուկ ջոկատում։ Եվ այսպես Եվգենի Սիդիխինը սովորում էր Լենինգրադի կինոյի, երաժշտության եւ թատրոնի պետական ինստիտուտի առաջին կուրսում, երբ զորակոչվեց խորհրդային բանակ։ Ինքը տեղափոխվեց Թուրքմենստան, որտեղ անցավ ռազմական ուսումնական պատրաստություն եւ այնուհետեւ նրան տեղափոխեցին Աֆղանստան։ Աֆղանստանում Սիդիխինը մասնակցեց ռազմական գործողություններին եւ այդ իմաստով դերասանը անկեղծ խոստովանում է, որ զինվորը ամենաանզոր էակն է։ Մեզ նախ տեղափոխեցին Թուրքմենստան, որտեղ մենք անցանք ռազմական զինվորական պատրաստություն, այնուհետև տեղափոխեցին Աֆղանստան եւ մենք այնտեղ մասնակցեցինք ռազմական գործողություններին եւ ընդհանուր առմամբ ծառայեցի այնտեղ 1983-ից 84 թվականները, որից հետո հիվանդացա տիֆով եւ ինձ տեղափոխեցին հոսպիտալ։ Իդեպ դերասանը չի սիրում խոսել այդ թեմայի շուրջ, ասելով միայն, որ պատերազմում գործում են լրիվ այլ կանոններ։ Դες քեզ շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ 1992 թվականն էր, երբ իմ կռվող լավ ընկերները հաճախ հենց մեր տանը գիշերելուց հետո էին մեկնում կռվի դաշտ, ու ես միշտ խնդրում էի նրանց, որ ինձ էլ վերցնեն իրենց հետ։ Արա Գևորգյան։ Նրանք համառորեն մերժում էին եւ երբ որ նրանք մեր տանից արդեն շարժվում էին դեպի Արցախ, ես իմ մեքենայով գնացի նրանց ետևից։ Այդ ժամանակ Արտակ Արզումանյանը նկարահանում էր «Ճանապարհը բաց է» ֆիլմը եւ ակամայից ես ինքս էլ հայտնվեցի այդ ֆիլմի մեջ։ Ճիշտ է, որևէ մարտի չեմ մասնակցել, որովհետև տղաները շատ խնայողաբար էին վերաբերվում իմ նկատմամբ։ Առավոտյան, երբ որ արթնանում էի, տեսնում էի ոչ ոք չկա։ Առանց ինձ գնացել են, իրենց գործն արել են, վերադարձել են։
Շատ հետաքրքիր էր այն, որ մեր նկարահանող խումբը մտավ ազգային ժողով եւ ներկա գտնվեց, ես էլ նրանց հետ էի, այն նիստին, որտեղ ընտրվում էր Արցախի դրոշը։ Այդտեղ ես ծանոթացա Վազգեն Սարգսյանի հետ առաջին անգամ։ Նախկին ձևերը իրեն չարդարացրին, երբ ամեն անգամ պարտություն կրելով գլխապատար նորից հակահարձակման էր անցնում, ես տամեն ավելի ուժեղ հարված։ Հիմա կարծես թե փոխել է իր պայքարի ձևը եւ կարծես թե հակառակորդը պատրաստվում է շատ ավելի լուրջ եւ շատ ավելի խորը գործողությունների։ Մենք դրան պատրաստ լինենք։ Երկրորդ անգամ, երբ որ մենք գնացինք Արցախ, Բերթաձորի ջոկատի հետ, Անդրանիկ Հարությունյանի հետ միասին, մենք թռանք ուղղաթիռով արդեն եւ հայտնվեցինք մի այնպիսի իրավիճակում, որ կրակում էին մեր ուղղաթիռի ուղղությամբ։ Այդ ժամանակ մեր օդաչուն քարի պես ուղղաթիռը գցեր ներքև եւ գետնից շատ քիչ բարձրությամբ մենք ընթանում էինք եւ գնացինք իջանք Շեխեր գյուղի դաշտի մեջ եւ մեր օդաչուն ասաց, որ հենց հիմա իջեք ուղղաթիռից եւ թաքնվեք ծառերի ետևում, որովհետեւ եթե տեսնեն ուր իջավ ուղղաթիռը, կարող են այստեղ գնդակոծել, ռմբակոծել։ Երբ որ մենք ծառերի տակ պարկած էինք, տանկերի հրնձյուն եկավ, բոլորս պատրաստվել էինք երևի կռվելու թշնամու դեմ, բայց պարզվեց, որ դրանք մեր տանկերն էին եւ այդ ամեն ինչը ավարտվեց հենց տեղում կերուխումով։ Այ դրա համար էլ եկել եմ որ ոտնած պատրաստեմ։ Հավաքվեք լուսանկարեմ։ Հավաքվեք։ Անցան տարիներ, քարորյա պատերազմը երբ եղավ, երկրորդ օրը ես տուն էի վերադառնում, տեսա երկրապահ կամավորական շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ, որոնք եկել էին որ գնան ռազմաճակատ։ Ես նույնպես կանգնեցի եւ մտա ներս։ Ինձանից վերցրեցին գլխի չափս, կոշիկի չափս, տան հասցեն վերցրին, հեռախոսահամարս վերցրին եւ ասեցին առաջի հերթափոխը արդեն մեկնել է, դուք պիտի սպասեք երկրորդ հերթափոխին։ Եկա տուն եւ երեկոյան Արկադի Տեր-Թադևոսյանը եթերից ասեց «Էլ մի եկեք, որովհետեւ տեղ չկա մնալու եւ ստեղ ամեն ինչ որ պետք է լիքնա, էլ մարդ մի եկեք»։ Եվ մի օր հետո արդեն զինադադար հայտարարվեց։ 2020 թվականին հայոց բանակ զորակոչվեց Արայի որդին Դավիթը։ Արայի Գևորգյանը ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր երթվում։ Երթման արարողությունից ուղիղ 1 ամիս անց սկսվեց չարաբաստիկ 44-օրյա դաժանագույն պատերազմը։ Արան էլ, ինչպես շատ ու շատ հայ արվեստագետներ, իր ամբողջ ներուժն օգտագործեց, որպեսզի իր ներածի չափով օգնի հայ զինվորներին այդ ծանր պահին։ Երբ որ պատերազմը սկսվեց, վազեցի որդուս հետ միասին լինեմ։ Բարեբախտաբար այդ ուղղության վրա ռազմաճակատը թեժ չէր, սակայն շատ կարևոր նշանակություն ունեցող զորամասներ հսկվում։ Ես ստիպված էի, որ զորամասում գտնվող բոլոր զինվորների համար լինեմ նաև նրանց եղբայրը, նրանց ընկերը, նրանց ծնողը եւ ինչով կարող եմ օգտակար եմ եղել։ Աստված օգնական մեր բանակին, մեր զինվորներին, ամեն մի զինվորին, մեր հայ ժողովրդին։ Հարկ մեր հայրենիքի։ Պատերազմից առաջ իմ մոտ առաջացել էր մի այսպիսի նախագիծ, հեռուստաալիքների նորությունները դիտելիս ես միշտ տեսնում էի Ադրբեջանի կողմից հնչող հոխորտանքները եւ ես միշտ մտածում էի, որ սրանք այդքան զինվում են, ուրեմն մի օր կրակելու են։ Այդ պատճառով որոշեցի ստեղծել մի նախագիծ, որպեսզի համախմբեմ Սփյուռքի մեր հայրենակիցներին մեր բանակի շուրջ։ Եվ ծնվեց մի երգ, կոչվում է Հայկական բանակ, մենք քո կողքին ենք։ Այդ երաժշտությունը գրվեց, բանաստեղծությունը գրել էի ինքս, ամբողջ Սփյուռքի երգիչներին ոտքի էի հանել, բոլորը նկարահանվում էին, սիրով միացել էին իմ այս կոչին, որպեսզի ես վերջում դա ներկայացնեմ Պաշտպանության նախարարությանը եւ խնդրեմ, որ նրանք տրամադրեն ինչ-որ հաշվեհամար, որտեղ մեր բանակին օգնություններ գան։ Այդ աշխատանքի կեսից պատկերացրեք սկսվեց այդ պատերազմը։ Իմ առաջ դրվեց նաև խնդիր երկրորդ։ Չգիտեմ ինչ ձևերով ավարտել այս տեսահոլովակը, որովհետև դա ոգևորում է մեր կռվող մարտիկներին, եւ տեսահոլովակը YouTube-ի մեջ դրվեց հոկտեմբերի 3-ին։ Եվ ես տեսա ոնց էին համախմբվում Սփյուռքում մեր հայրենակիցները այս երաժշտությունը բարձր միացված։
ինքս դիմեցի Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին եւ ինչ տեսակի օգնություն եկավ Սփյուռքից, ես կոնկրետ տեղյակ եմ եւ այդ բոլորը Պաշտպանության նախարարության հետ համատեղ բոլորը հանձնվեց նախարարությանը։ Այսքան զինվոր կանգնած են հայրենիքը պաշտպանելու գործում եւ մենք ունենք ձեր օգնության կարիքը եւ նյութապես եւ բարոյապես։ Իր ակտիվ աջակցության համար Արա Գևորգյանը ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից, որում մասնավորապես նշվում է. Հարգելի Արա Գևորգյան, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունն իր երախտագիտությունն է հայտնում հայրենական 44-օրյա պատերազմին ձեր մասնակցության համար։ Հայոց բանակի հանդեպ ձեր եւ ձեր ընկերների հոգացու ուշադրությունը ամեն կերպ օգտակար լինելու ձգտումն ամրապնդելու մեր հայ հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ ներշնչում ամուր թիկունքն ունենալու շատ կարեւոր գործում։ Շնորհակալ ենք։ Անդրադառնալով երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցած խորհրդային կինոյի լեգենդներին եւ կուզեմ իշատակել Իննոկենտի Սմակտունովսկու անունը։ Իննոկենտի Սմակտունովսկին իսկապես լեգենդար դերասան էր, իր մարմնավորած Համլետի մասին բարձր գնահատական տվեցին անգամ միջազգային մեծության թատերագետները։ Ինքը մարմնավորել էր բազմաթիվ հաջողակ դերեր, ուներ շռնդալից հաջողություն, սակայն մինչև կյանքի վերջ շարունակում էր մնալ համես եւ ամաչկոտ մարդ։ Երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, ռազմաճակատում հայտնվեց նախ Իննոկենտի Սմակտունովսկու հայրը, սակայն որը 1942 թվականին զոհվեց։ Իսկ 1943 թվականին զորակոչվեց նաև հենց ինքը Իննոկենտի Սմակտունովսկին։ Սկզբնապես երիտասարդին ուղարկեցին զորավարժությունների, որից հետո ինքը հայտնվեց մարտադաշտում։ Մասնակցեց Կուրսկի բլրի մարտերում։ Իննոկենտի Սմակտունովսկին չէր սիրում խոսել իր սխրագործությունների մասին, բայց ավելի շատ ինքը չէր խոսում այն մասին, որ 1 ամիս եւ 4 օր հայտնվել էր գերության մեջ։ Սակայն նրան հաջողվեց փախչել։ Ավելի ուշ Իննոկենտի Սմակտունովսկին միացավ Կամենեց-Պոդոլսկու պարտիզանական ջոկատին եւ ավագ սերժանտի կարգավիճակում շարունակեց իր ծառայությունը։ 1945 թվականին Իննոկենտի Սմակտունովսկին պարգևատրվեց արիության համար շքանշանով։ Իննոկենտի Սմակտունովսկին ամբողջ պատերազմի ընթացքում չէր վիրավորվել, ասեմ ավելին, որ 130 իր զինակից ընկերներից ողջ են մնացել միայն 4-ը, որից մեկը հենց ինքն էր։ Դեսքեր շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Դավիթ Ամալյան, հայ երգիչ, երգահան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, մարդ, ով 1990 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի դասարան, սակայն Արցախյան պատերազմը սկսվելուն պես իր ընկերների հետ մեկնեց ռազմաճակատ։ Մասնակցել է ազգային լեգիոն ջոկատի, արծիվ 4-րդ գումարտակի, այնուհետև 5-րդ բրիգադի զորամիավորումներում։ Երկրապահ կամավորական միության անդամ է։ 1994 թվականից պարբերաբար կազմակերպել է Ելին ի Բոցոյն խորագրով համերգային հուշ երեկոներ, նվիրված զոհված ազատամարտիկներին։ 90 թվին առաջին անգամ որ արդեն զենք վերցրեցի եւ սահմանում էի գտնվում դուշման Վարդանի հետ միասին էի։ Մեր տղաներից 3 հոգու տարան որ պարապաստեն իրաց հետ։ Այդ ժամանակ արդեն 16 տարեկան էի, 10-րդ դասարանում էի։ Տղայական այն ժամանակահատվածն էր, որ ցանկացած տղամարդ էլ հավանաբար, եթե բակային կուլտուրա ունեցել է, ծնողին վերաբերող հայրենիքի դեմ պայքարել է։ Հայրենիքը նույն բանն է, հայրենիքի վտանգի ժամանակ հայրենիքի պաշտպանելու կանգնելը դա առանձնապես հերոսություն չի։ Չեմ ասում ով չի պաշտպանել, ով չի կռվել աննորմալ է, բայց ամեն դեպքում դրան պետք չի համարել հերոսություն։ Ինքս ես ինձ համարում եմ ծովի մեջ մի կաթիլի դեր տարած մասնակից, որովհետև պատերազմ տեսել եմ, կռվի մասնակցել եմ, կրակել եմ, միգուցե իմ կրակոցից հակառակորդի կողմից ինչ որ զոհեր են եղել, բայց այնպես չի որ չգնայի Արցախը չէր ազատագրելի։
Արցախի ազատագրման առաջին եւ կարևոր դրսևորումներից ու երևույթներից մեկը այն էր, որ ունեինք հրաշալի առաջնորդ եւ ոչ միայն առաջնորդներ։ Ճիշտ է, առաջնորդի շնորհիվ այդ առաջնորդները համախմբվեցին։ Կոչ արելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին, անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերի, դուք հայոց բանակի զինվորներ եք։ Դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռն մխելիությունը։ Այն ժամանակ ես էի երեխա 44-ին իմ տղան վստահ եմ, որ Իզդիսլավ է կռվել եւ ոչ միայն վստահ եմ, փաստեր ունեն։ Եվ ոչ միայն ինքը, իր ընկերները բոլորը Շուշիի մատույցներում են եղել, մնացել են իրանք իրացով։ Վերջում որ տեսել են արդեն անհնար է, որոշել են թասիբի ընկնել, մարդը իր ընկերոջ խաթր 6 հոգով 6-ն էլ զոհվել են նոյեմբերի 7-ին։ Հիմա դրա մեջ որևէ փիլիսոփայություն ընտրել թումանյանական պարզություն կա։ Երբեք պարզությունը փիլիսոփայության հետ, պարզունակության հետ նախ չպետք է խառնենք եւ առավել եւս փիլիսոփայության։ Ամեն ինչ շատ պարզ է։ Տղերքը կռվում էին, տղերքը արդարության համար էին կռվում, տղերքը ունեին ուժեղ առաջնորդ եւ անկախ մեր պետության սոցիալական վիճակից միևնույն է հայրենիքը պետությունը հաղթեց։ Նայում էի վստահ հայքին, նրա արծվի սուր հայացքին, թող ամեր կարավոր հոսողը։ Երբ որ կանգնում ես կուրծքդ դեպի հակառակորդը, թիկունքդ դեպի քո երկիրը, մի ուրիշ զգացողություն կա, չգիտեմ, ոնց որ քո մորը գրկած լինես, քո քրոջը թևիդ տակ առած լինես, քո փոքր եղբորը, քո երեխային։ Զգացողության ոնց որ դու անկախ քեզնից դառնում ես քո երկրի տեր։ Միշտ նշել են պոստում կանգնած զինվորները անկախ կենսակերպից, անկախ կենսախավից, իրանք հենց հասնում են դիրք եւ դիրքում վերցնում են հրաձիգը, իրանք դառնում են մտավորական։ Ինձ համար մտավորականի նշածողը կյանք տվող տղեն է, կյանք տվողի կողքը կանգնած էս պահին տղեն է։ Ես ինչ որ ժամանակ ընկերներիս կողքը եղել եմ, բայց ոչ քարորեայի մասնակցեցի, որ 44-ին տղայիս մոտ գնացի եկա մի քանի անգամ, բայց չմասնակցեցի։ Ինչի համար երևի թե միջև վերջել ինչ չեմ ների։ Կարոտել եմ քեզ միտքս չերկելով, սիրտս քերծելով, վերքս սերմելով, առանց նպալու բարեր սերտելու, առանց պարացիսը հոստամալու, ես միևնույն է քեզ կարոտել եմ։ Ես հիմա չգիտեմ, որ երկնային իրականության մեջ, եթե դա կա, իսկ ես հավատում եմ, որ կա։ Իմ տղայի անվանակից, այսինքն իմ տղան է իր անվանակից, Դուշմանն ու իմ Վարդանը հանդիպեն, երկու Վարդաններով, մեկը ավագ, մեկը շատ կրծեր, որ սկսի ստրատեգիական հարցեր տալ Վարդանը, որ կողմից եղավ, ինչ կողմից եղավ, դրանից կխոսեն, թե պարտության եւ հաղթանակի տարբերությունների մասին խոսեն, թե ավելի, ինձ թվում է ավելի տեզերական արժեքներից կխոսեն, որտեղ ես հավատում եմ, որ իրանք եզերքում ինչ-որ ավելի մեծ ու կարևոր բանակի մեջ են ու ավելի մեծ ու կարևոր գործ են անում։ Ընկերներիս եթեր ծանեցի ու իմ կարոտի մասին խոսեցի, հերս ինձ ասեց զավակ ունեցի, տղեքի հոգի, որդուց վերջ գդի։ Երեք մի բան էի գրել, վերջացրել էի նրանով, որ ժպտացեք ցավին, ցավը կպարտվի, բայց չի վերանա։ Երկրի վրա ինքը չի վերանա, բայց երկնքում ցավը պարտված երևույթ է։ Դավիթ Ամալյանը մեր հայ իրականության մեջ մի անուն է, որը կամա թե ակամա ասոցացվում է հայրենիքի հետ։ Եվ դա պատահական չէ։
Բավական է հիշատակել իր գործունեության ընթացքում արված աշխատանքները։ Ինքը հեղինակել է շուրջ 60 երգ, որոնց մեծ մասը գրվել է իր սեփական բանաստեղծությունների հիման վրա։ 2002 թվականին Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրել է իր «Արծվաբույն» խորագրով պիեսը, նվիրված Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Սարգսյանին։ Դավիթ Համալյանը շարունակում է արարել նաև 44-օրյա պատերազմում իր որդու զոհվելուց հետո։ 15 տարի առաջ գրված երգերից մեջ ցավոք սրտի ցավոտ մարգարեություններ կային։ Ես ինձ մարգարեի տեղ երբեք չեմ դնի։ Ուղղակի իսկապես գուշակված բառեր կային, որ չգիտեմ ինչի էի գրել եւ ինչի եղավ։ Բայց հիմա վերածնունդի մասին եմ անընդհատ մտածում եւ գրածներս ամեն դեպքում գործերը վերջին հույսով եմ վերջանում։ Դրա համար հավատում եմ, որ ոնց որ այն ժամանակ են գուշակել անպամած իրականությունը, հիմա էլ գուշակում եմ ամպերից ցրվելն ու արևի դուրս գալը։ Ուզեմ ուղղակի համերաշխություն ու սեր մաղթել բոլորին։ Այդ ժամանակ մենք կվաստակենք մեր արժանի խաղաղությունը։ Որդիսից հանկարծ հարցեր պարգևեց, որդուս հարցերում հորս սիրտը կամ, որդուս հարցերում հորս խիղճը կամ։ Ամենից ամենան շարունակում էր եթեր եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաթեժ գծերում հայտնված աստղերի մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են մեզ առջևում, մնացեք մեզ հետ։ Երբ 88 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, ես սովորում էի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսում։ Ինչպես եւ շատ ու շատ հայ երիտասարդ ուսանողներ, ես եւս միացա այդ շարժմանը եւ արդեն 1989 թվականին կնոջս հետ տեղափոխվեցի Արցախ։ Տիգրան Մկրտչյան։ Ես ընդունվեցի աշխատանքի, երաժշտական ուսումնարանում դասավանդում էի վոկալ, մեկ էլ Երկի բարի պետական համույթի մեներկիչ։ Շատ էվոլյուցիոն զարգանալով եմ էլ ես տեսել այդ պատերազմ մուտքը։ Հետո ավելի թեժացավ ու արդեն եկավ ամենաթեժ ժամանակ 93 թվականն։ Այդ ընթացքում ես միշտ երգել եմ եւ դասավանդել։ Մայստրո Տիգրան Մկրտչյանն անկեղծ խոստովանում է, որ իր առօրյան բաժանվել էր երկու մասի։ Ցերեկն ինքը դասավանդում էր տեղի երաժշտական դպրոցում, իսկ օրվա երկրորդ կեսին միանում էր կռվող տղերքին։ 93-ի արդեն ձմռանը նոր լրիվ պետք էր պարտադիր ամբողջովոր այնտեղ կար բանակի մեջ մտնեին։ Ու ես մտա արդեն ծորի հետախուզական էլի։ Բազա Քուանշին։ Քուանշ կապի մեջ։ Ձորից լիքը հյուրեր ունենք։ Ես կբերեմ ձեր մոտ, կապի վերջ։ Հանդիպումս Մոնտեի հետ, Ավոյի, ինքը Մարտունու շրջանի հրամանատարն էր, այդ ջոկատի տղեկից մի քանի հոգի վիրավորներ կային, ու պետք է սպասեինք, որ մինչև իրանք լավանային, գային ու նորից էլի միասին գործ անեին։ Ես որոշեցի, որպեսզի պարապ չմնամ, զենքս վերցրեցի ու գնացի Մարտունի ոտով։ Գնացի մտանես ծանոթացանք, ասի ես Տիգրանն եմ։ Ես ազատ եմ, եկել եմ մի 2-3 ամիս, այստեղ կարամ մնամ, էլի։ Հարց տվեց, ասեց, ինչ կռնասին ես, ասի կռնամ կրակեմ, ասեց աղվոր է, ասեց էլ ինչ կռնասին ես, ասի կռնամ նռնական հետով կրակեմ, էլի աղվոր է, էլ ինչ կռնասին ես, աղվոր ասի, ասի ինչ կռնասին, կռնամ երկեմ, ինք ասեց Էդի ամենա աղվոր բանն է։ Սիրտս սիրահարված է, միակ բանն է, որ գիտի, հոգիս խորը խոսված է, ավախներն են չգիտի։ Ասես վստահ գոնե ծանոթ մարդիկ ունես, քեզ որ ճանաչում են գոնե ծանոթ, ասի հա տեղ կա, գյուղ կա, որ գիտեն, բա ասեց իմ անունից կգնաս այնտեղ, ու գնացի խնուշինակ գյուղի ջոկատի մեջ մտա, ամսից մի քիչ ավել էր, էլի մնացի ու հետո թղեկը եկան հավաքվան, ես նորից վերադարձա։ Շատ հետաքրքիր
մարդ էր ինքը, շատ խելացի, շատ գրագետ, ռազմագետ։ Եթե ամբողջի մեջ, ասենք մի քանիսի մեջ տեսներ իրեն, երբեք չէիր մտածի, որ ինքը ահավոր է։ Որ գոմով եկա։ Այս գոմ։ Հա? Դե շերևա, օջա։ Շերևա, լավ։ Երտանք առաջ։ Երտանք առաջ։ Շատերը մայստրո Տիգրան Մկրտչյանին ճանաչեցին Մարտիկի երգը ստեղծագործության փայլուն կատարումով եւ բնականաբար ոչ բոլորն են պատկերացրել, որ ինքը ակտիվ մասնակցել է Արցախյան ռազմական գործողություններին։ Մարտիկի երգը միշտ էլ երգել եմ, ես մինչև գնալն եմ երգել։ Փոքր հանդիպումներով բանով երգում էի։ Մենակ Մարտիկի երգը չէի երգում, էլի, բայց դա ավելի շատ մտավ, որովհետեւ ինքը թեմատիկ է։ Ու հետո ինքը 2000 թվականին որոշեցին լավագույն 20-րդ դարի 20 լավագույն երգեր, որից մեկը Մարտիկի երգն էր, որ ճանաչեցին ու կատարում։ Հրադադարից հետո ամեն մեկն անցավ իր աշխատանքին, մայստրոն եւս, սակայն առ այսօր ինքը պահպանում է կապն իր զինակից ընկերների հետ։ Պատերազմի վերջում 4 շատ մոտ մարդիկ եմ գործել։ Մի օր էլ համբեր էին, ողջ կմնային։ Պատերազմից հետո կնոջս հետ գլխավոր փողոցով ազատամարտիկներով ման էին գալիս, մեկ էլ մի տղամարդ իր երկու բալիկներով աղջիկներ ակնոցներ էր դրած, որտեղ երես ամբողջության բան էր եղել, ես էի իրան բերգի։ Երեխեքի հետ sense ինձ անայում ու գալիս է դեպի ինձ։ Հանգման բարևեցին, ասեց երեխեք ջան, այս ձածան լավ նայեք, ուշադիր նայեք, ինքն է ինձ բերգի։ Չեմ ուզում մանրամասնորեն պատմեմ, վերջը բերգել եմ ես իրան։ Ու շատերի պատերազմի ժամանակ ես համել բժշկական օգնություն էի ցույց տալիս էլի։ Ինչքան կարողանում էի։ Ու փառքասով ում օգնել եմ ողջանացի։ Ինչ։ Արման։ Արման։ Հայրենիքի համար նահատակվելը, զոհաբերվելը նորմալ բան է։ Մեկ ասում են հայրենիքին պարտք ստվեցին, հայրենիքի լոմբարդ չի, որ պարտ տաս կամ չտաս։ Դու պետք է ցանված դորվանից դու պարտավոր ես, որտեղ դու այդ քո ընտանիքն է, քո տունն է, քո հողն է։ Մորդ ոնց ես սիրում կամ երեխային։ Այդ ամենին Տիգրան Մկրտչյանը հավելեց. Օրինակ ես հրաժարվել եմ շքանշաններից, որովհետև դա չէր կարևոր էլի։ Մենակ 2 մեդալ ունեմ պատերազմից, որը վերցրել եմ մայրության երախտագիտության Արցախի եւ Հայաստանի։ Մեկը բեկորներից պատրաստված մեդալը, մյուսն էլ այսպես կոչված ոսկու մեդալ Հայաստանի։ Իմ մարտական վիրավորված ընկեր, ինչ ասել։ Այդ ինչ որ անել ես հայրենիքի համար, հայրենիքը չի մոռանալ, դուք իմ մեր վետերանների խորհրդի անունից պարտեզատրենք մեր պատվագիրը, Ունեմ վաչական բարեպաշտի, այդ էլ պետությունն է տվել, դա մասնագիտական, այսինքն բարեգործությունների եւ արվեստի մեջ մեծ լուման ունեցած։
Շարունակելով երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցած խորհրդային տարիների լեգենդներ դերասաններին թեման եւ կուզեմ իշատակել լեգենդար ծաղրացու դերասան Յուրի Նիկուլինի անունը։ Դպրոցն ավարտելուց հետո Յուրի Նիկուլինը զորակոչվեց Կարմիր բանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ինքը կռվել է Լենինգրադի մոտ տարվող մարտերում, ինչպես նաև ծառայել է Կոլպինոյի զենիտային, հատուկ զենիտային 72-րդ դիվիզիոնում։ Զորացրվել է Յուրի Նիկուլինը 1946 թվականի մայիսին ավագ սերժանտի կոչմամբ։ Որպես երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Յուրի Նիկուլինը պարգևատրվել է արիության համար, Լենինգրադի պաշտպանության համար եւ Գերմանիայի դեմ տարված հաղթանակի համար շքանշաններով։ Դեսք ինձ մնում է ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի եւս մեկ մասնակցի։ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, որտեղ իր ստեղծագործական կարիերայի առաջին իսկ օրվանից առ այսօր աշխատում է մեր հերթական ամենից ամենահերոսը, իր մասին գրում է հետևյալը. Մարդը կարող է իրեն իսկապես երջանիկ համարել, եթե ունի գոնե մեկ հավատարիմ ընկեր։ Մենք միանշանակ երջանիկների շարքում ենք, քանի որ գիտենք Առաքել Պետրոսյանին, տաղանդավոր ջութակահար, մեծ հայրենասեր եւ բարեսիրտ մարդ, բոլորիս համար իսկական ընկեր։ Մենք հպարտանում ենք ձեզանով եւ շատ սիրում ենք։ Թող որ միշտ լցված լինեք մեծ ուժով եւ ավյունով, որպեսզի դեռ երկար տարիներ ձեր փորձը, գիտելիքներն ու իմաստությունը փոխանցեք երիտասարդ սերնդին։ 84 թվին ավարտեցի Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանը եւ ընդունվեցի կոնսերվատորիա։ Մի ամիս չանցած զորակոչեցին բանակ սովետական, ծառայությունս անցավ հրետանային գումարտակ, ասեմ, չգիտեմ, բատարեա էր այն ժամանակ։ 86-ին հետ վերադարձա եւ շարունակեցի ուսումը կոնսերվատորիայում, մինչեւ 91 թիվը ավարտեցի, 92-ին այդ պատերազմական գործողությունները շարունակվում էին, որոշեցի որպես կամավոր մասնակցեմ, որովհետև մասնագետներ էին անհրաժեշտ, հրետանավորներ, տանկիստներ եւ այլ։ Դիմեցի Արցախ կոմիտե, 2 օր անցած արդեն յակ 40-ով թռանք Արցախ։ Նոր ձևավորվում էր հրետանային դիվիզիոնը, այդ ֆիդեական ջոկատներից ոնց որ կամաց բանակ էր ստեղծվում։ Տարան մեզ կամավորներից կոմանդոսի մոտ եւ այսպես ասած նորաստեղծ այդ դիվիզիոնում գրկվեցինք որպես ազնագարմի հրամանատար կամանդիր Ռաշոտա։ Հրետանի էր անհրաժեշտ Հադրութի շրջանում, մեզ գործուղեցին Հադրութ որպես օգնություն։ Հիմնականում պոստերում ենք եղել, հենց առաջի խրամատների վրա ենք եղել, ու եթե ասենք մարտական գործողության կարիք ա եղել, արդեն կոնկրետ այդ գործով ենք զբաղվել։ Պետք է շարժվել հենց հիմա։ Ուղղությունը հյուսիս-արևելք։ Թուրքերը այս գիշեր մեզ շրջանցելու ծրագիր են կազմել։ Մայիսի 1-ին արդեն հետ բերեցին Ստեփանակերտ տնտանոթը անձնակազմով, որ նախապատրաստվում ենք արդեն Շուշի գրավմանը։ Մայիսի 7-ի գիշերը մենք արդեն դիրքավորվեցինք եւ գիշերը 2:30 արդեն սկսվեց այդ օպերացիան, այդ անառիկ բերդը շատ գրագետ կազմակերպվածության շնորհիվ գրավեց եւ պետք էր տեսնել այդ ժողովրդի ուրախությունը։ Շուշին գրավվեց, հետո հերթը պիտի գար Լաչինի Միջանցքի գրավումը։ Ինչ այդ մեր յակ 40 օդաչուները շատ հերոսական աշխատանք արեցին, դե ցամաքային կապ չկար, միայն օդային կապ էր։ Լաչինը չէր գրավել եւ ինքնաթիռները իջնում ու բարձրանում էին ռմբակոծության տակ։ Հետո սկսվեց Լաչինի Միջանցքի ազատագրումը, քայլ, կամաց, եկանք հասանք տեղ գյուղ, ճանապարհը արդեն բաց էր։ Հետո հետ վերադարձանք։ Ոնց որ այդ Շուշի ու Լաչինի Միջանցքի ազատագրումից հետո մի քիչ իրավիճակ փոխվեց, հետո արկեցինք։
կոմանդոսի ստորագրությամբ։ Վերադարձա, ընդունվեցի ասպիրանտուրա եւ շարունակեցի այդ ուսումը։ Ընդունվեցի պետական կամերային նվագախումբ Հայաստանի եւ արդեն կյանքը էլի շուռ եկավ դեպի արվեստ, ամեն օրվա փորձեր, համերգներ, հյուրախաղեր, այդպես ինչեւ որս։ Հետո մանկավարություն արդեն սկսել էի այն ժամանակվանից։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Արաքել Պետրոսյանը որպես կամավորական կրկին հայտնվեց մարտադաշտում։ 20 թվականի պատերազմը, որ սկսեց, գնացի Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիա, էլի կոմանդոսի ուղղորդությամբ, որովհետեւ մի քիչ վերհիշեցի, արդեն պատրաստ էի գնալու եւ ճիշտ ասած տարիքի առումով մի քիչ դժվարություններ կային, բայց կոմանդոսի թեթև ձեռքով վերցրեցին այդ ջոկատը։ Ես ասեցի, որ հրետանավոր եմ, բայց քանի որ հրետանին գործող բանակում էր, ես մեր ջոկատը ուղղակի կամավորների ջոկատ էր, այս դեպքում արդեն հրետանի վրա չեղա ես։ Մոտավորապես 20 օր տեղ եղա։ Մենք հուշատախտակ ունենք ուսումնարանում կոնկրետ զոհվածների, ուսանողների նկարներ կան, կախված բավականին շատ։ Այդ ամենին Արաքել Պետրոսյանը հավելեց. Եթե աշակերտի ուսանողի հետ գործ ունես, ոչ միայն պիտի ջութակը տիրապետելու վրա աշխատես, այլ նաև զրույցներ, հենց հայ տեսակը պահելու խնդիր ունենք մենք հիմա։ Դու շատ արդիական է այս մեր օրերի համար, որ հայ մնանք եւ մեր հայկական արժեքները պահենք։ Առանց դրա ազգը գոյություն չի կարող ունենալ։ Երջանիկ եմ, քո մեծ պատմության մեջ ես մանր հատիկ եմ, բայց ես իմ տեղում եմ ու ես երջանիկ եմ։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս ավելեմ, որ թող երբեք առիթ չլինի, որ մեր ամենից ամենաարվեստի գործիչները մեկնեն թեժ գծեր։ Թող նրանք արարեն ու զարգացնեն մեր հայ ազգային մշակույթը եւ արվեստը խաղաղ պայմաններում։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտադրոպ սպասում մեր հաջորդ եթերի։ Դե իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։